Եթերում Էպիկենտրոն դրատվական ծրագրի հիմնական թողարկումն է, ձեզ հետ է Արա Աբրահամյանը, բարի երեկո։ Եվս մեկ այս անգամ առցանց գործիք առաջիկա խորհրդանական ընտրությունների հանրային վերահսկողության համար։ www.idtort.org կայքը մայիսի 6-ին կայանալիք Հայաստանի ազգային ժողովի ընտրությունների ընթացքում կքարտեզագրի ընտրախախտումների վերաբերյալ հաղորդագրությունները, հիմնվելով քաղաքացիների և կազմակերպությունների հայտնած տեղեկատվության վրա։ Կայքը հիմնված է Ուշահիդի կոչվող նորարարական պլատֆորմի վրա, որն առաջին անգամ օգտագործվել է Քենիայի նախագահական ընտրությունների վերահսկողության համար 2007 թվականին։ Այսօր կայքի շնորհանդեսին ներկա են եղել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, ծրագրին աջակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընտրությունների անցկացման և վերահսկողության գործընթացում ներգրաված պետական պաշտոնյաներ։ Կայքում ընտրախախտումների մասին ահազանգերը գրանցելու համար կարող են օգտագործվել թեժ գիծը, կարճ հաղորդագրությունը, Twitter-ը և առցանց հաղորդման ձևերը։ Ահազանգերը ամփոփվում են ինտերակտիվ ռեժիմով աշխատող քարտեզի վրա, որը հնարավորություն է ընձեռում պատկերել ընտրախախտումների բաշխումը ըստ տեսակների, ահազանգերի, ստացման աղբյուրների, հավաստիության և այլն։ Վերջին 5 օրերին 43 հաղորդագրություն է ստացվել հիմնականում ընտրակաշառքների և ընտրացուցակների անճշտությունների հետ կապված։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մկուչյանի կարծիքով կայքը դեռևս բավական մեծ լրամշակման կարիք ունի, որպեսզի կարելի լինի խոսել դրա որպես ընտրության հանրային վերահսկողության լրացուցիչ լծակ լինելու մասին։ Հուսով ենք, որ իրավապահ և ընտրական վերահսկողությամբ զբաղվող կառույցները այս գործիքը կդիտարկեն որպես կարևոր միջոց ընտրական խնդիրների հետ կապված օրինաչափությունները վերհանելու, աշխարհագրական առանձնահատկությունները պարզելու և ընտրությունների ընթացքը բարելավելու համար։ Մարդ տեսավ ընտրախախտում, իր հեռախոսով կամ լապտոպով կամ նույնիսկ SMS-ով ահազանգեց, այդ ահազանգը հայտնում է քարտեզի վրա, եւ ատեն լրագրողները կամ ՀԿ-ները, որոնք ինչ-որ ձևով ներգրավված են, ոստիկանությունը նաեւ, իրենք կարող են սա օգտագործել որպես գործիք։ Մեր քարտեզը շատ նման է ռուսական կարտենարուշենի քարտեզին։ Ռուսական քարտեզը շատ ծանր պատմություն ունեցավ, որտեղ պետությունը շատ դժվար էր ընկալում այդ բոլոր քննադատությունները, որ տպված էին քարտեզի վրա եւ քարտեզը ստիպում էին, որ փակեին։ Ես հույս ունեմ, որ հայկական կառավարությունը այդ քարտեզը չի փակի։ Եթե կայքում տեղադրվում է տեղեկություններ, որոնք անանուն են, անհասցե են, փաստական հանգամանքները ոչ լիարժեք են, դրանով պայմանավորված բնական է որևէ ընտրական հանձնաժողով, անգամ որևէ իրավապահ մարմին, որևէ դատողություն անել անգամ չի կարող։ Իսկ ես ամենայն դեպս մինչ օրս կայքում առկա տեղեկությունները հետևել է, հենց հիմք է տվել նման եզրահանգում անել։ Մարտի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ներքաղաքական կյանքին, ինչպես կուսակցություններին անդրադարձների հաճախականությամբ, այնպես էլ նրանց հատկացված եթերաժամի ծավալով ամենամեծ ուշադրությունը հատկացրել է կենտրոն հեռուստաալիքը։ Ներկայացնելով ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին Հայաստանի հեռարձակող լրատվամիջոցների մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը, այս մասին տեղեկացրել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Անդրադառնալով մշտադիտարկման արդյունքներին, նա նաև հավելել է, որ հեռուստատեսային անդրադարձներում առավել մեծ ուշադրություն է հատկացվել կոալիցիոն կուսակցություններին։ Այլ դիտարկում ևս, թեև ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների նկատմամբ հեռարձակողների հետաքրքրությունը ընդհանուր առմամբ աճել է, ինչը դրական երևույթ է, այդուհանդերձ Երևանի մամուլի ակումբի նախագահը անհանգստացնող է համարել այն հանգամանքը, որ որոշ հեռուստաընկերություններ բավարար ուշադրություն չեն դարձնում ընտրապայքարին, չցանկանալով իրավիճակը էլ ավելի քաղաքականացնել։ Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ ընտրապայքարին բավարար չափով անդրադառնալը կարևոր է այն առումով, որ հանրությունը լիարժեք գիտակցի առաջիկա ընտրության եւ դրանում իր մասնակցության կարևորությունը։ Դրական այլ հանգամանք ևս, մարտ ամսվա ընթացքում նշանային բնութագրիչով նյութերի տեսակարար կշիռը նվազել է, այսինքն ԶԼՄ-ները ձգտել են գնահատականներ չտալ քաղաքական ուժերին, դա թողնելով հանրությանը։ Նշենք, որ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի եւ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ իրականացվող աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին ծրագրի մշտադիտարկմանը ընդգրկվել է 7 համազգային հեռուստաալիք։ Ինձ թվում է, որևէ կուսակցություն զուտ ուշադրության առումով չի կարող բողոքել, որ ինքը անտեսվել է կամ չի ներկայացվել իր գործունեությունը ընտրություններից առաջ։ Մարտը ամփոփելով մենք կարող ենք ասել, որ կենտրոնը ամենակահաղականացվածն է։ Բոլոր հեռուստաալիքներին ես չեմ ասում դա լավ է թե վատ է, ես ուղղակի փաստն եմ նշում։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակել է ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը ապրիլի 6-ի դրությամբ։ Ըստ այդմ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2 482 739։
Ընտրություններին է պատրաստվում նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Երկուշաբթի օրվանից սկսած օմբուդսմենի գրասենյակը անցնելու է գործնական քայլերի։ Մայրաքաղաքից զատ հանրապետության 6 քաղաքներում՝ Կապանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում եւ Գավառում եւս բացվելու են խորհրդատվական եւ դիտորդական լիազորություններ ունեցող գրասենյակներ։ Գործելու են արագ արձագանքման խմբեր 20 շրջիկ մեքենաներով։ Աշխատելու է նաև 116 թեժ գիծը, որը բջջային հեռախոսների զանգեր է ընդունելու անվճար։ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր նշել է, որ մարդու իրավունքների հետ կապված շուրջ 200 խնդիրներ մատնանշող իրենց 2011 թվականի տարեկան զեկույցը ուղարկվելու է բոլոր կուսակցությունների ընտրական շտաբեր։ Օմբուդսմենը ինքն է հանդիպելու կուսակցությունների ղեկավարների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանին թեև մեծապես մտահոգում է, թե ինչպիսին կլինի ընտրությունների ընթացքը հենց քվեարկության օրը, այդուհանդերձ օմբուդսմենը հույս ունի, որ հնարավոր բոլոր վտանգները իրենց դրսևորումը կունենան նախընտրական փուլում, իսկ քվեարկության օրը ամեն ինչ կընթանա բնականon հունով։ Կարեն Անդրեասյանը ազատ եւ արդար ընտրությունների անցկացման մեջ խիստ կարեւորում է Հայաստանի ոստիկանապետի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Գլխավոր դատախազի եւ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մասնակցությունը, իսկ հանրապետության նախագահի հետ հանդիպելու կարիք այս հարցում չի զգում։ Պաշտպանը միանգամայն վստահ է, ինքը քաղաքական խաղերի մեջ չի ներքաշվի։ Դրանց արժանահավատությունը Երբ ընտրվում է, ընկերներս ասում էին, չես անհանգստանում ընտրությունների շրջանից։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իմ համար դժվար պայմաններ ստեղծեցին։ Կարծում եմ ավելի վատ չի լինի, քան ամբողջ տարիներ այդ իմաստով, եւ միևնույն ժամանակ ես ունեմ մի շերտ, որտեղ պաշտպանված եմ, դա իրավական շերտն է։ Եվ քաղաքական ուժերի տարբեր պրովոկացիաներ, տարբեր քննարկումներ, նույնիսկ ընդունված քաղաքական խաղեր եւ այլն չի կարող ինձ ներքաշել եւ ողջ տարին փորձել է մնալ այդ դաշտում։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկնամակի հիման վրա ստեղծվել է Հայաստանի Հանրապետության խորհրդանի ղեկավարին կից ընտրական գործընթացների եւ ընտրական օրենսգրքի կիրարկման մոնիթորինգային աշխատանքային խումբ։ Ազգային ժողովում հրավիրված այսօրվա հավաքին մասնակցել են ընտրապայքարին մասնակցող խորհրդանական եւ արտախորհրդանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների հայաստանյան առաքելությունների ներկայացուցիչներ։ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներից հանդիպմանը ոչ ոք չի մասնակցել։ Աշխատանքային խմբի հիմնական գործառույթներից են լինելու Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի կիրարկման մոնիթորինգը, ինչպես նաև արձագանքումը եւ կանխումը այն դրսևորումների, որոնք չեն բխի գործող օրենսդրությունից։ Քարոզարշավի մեկնարկից առաջ վերջին անգամ լրագրողների հետ են հանդիպում խորհրդանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Մամուլի տարբերակումներում նրանք այսօր կանխատեսումներ են արել եւ հայտարարել, որ պատրաստ են քարոզարշավի մեկնարկին։ Մենք պետք է պատրաստ լինենք ոչ միայն շնորհավորել միմյանց, այլև հարկ եղած դեպքում տապալված համարել ընտրությունները։ Այսպիսին է Ժառանգություն կուսակցության նախագահ Ռաֆի Հովհաննիսյանի արձագանքը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի կոչին։ Վերջինս առաջարկում է ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոններ սահմանել։ Դավիթ Հարությունյանը հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբի ձևավորմանը ՀՀԿ-ի չմասնակցելը պայմանավորում է նախապատրաստված չլինելով։ Ռաֆի Հովհաննիսյանը վստահ է հավաքած ձայների քանակով երկրորդ տեղում են լինելու։ Այս անգամ ժառանգությունը հանդիսանում է ամբողջական այլընտրանք, որը ես վստահ եմ գրգնելու է այս անգամ դե յուրե անցած անգամվա դե ֆակտո փաստացի արդյունքը, ոչ միայն հաղթելու ենք մայրաքաղաքում, այլ գնում ենք դեպի հաղթանակ հանրապետության ողջ տարածքում։ Վերջին օրերին քաղաքական ուժերի կողմից անընդմեջ արծարծվող ընտրությունների վերահսկման շուրջ ստորագրվող փաստաթղթերին կողմ է նաև կոնգրեսական ժողովրդական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։ Նա սկզբում որոշել է մեծամասնականով առաջադրվել թիվ 6 ընտրատարածքում, սակայն նույն տարածքում առաջադրված Ժառանգության թեկնածու Արմեն Մարտիրոսյանին չխանգարելու համար առաջադրվել է հայրենի Արթիկում թիվ 19 ընտրատարածքում։ Մակեյանը գտնում է, որ 2007-ից ի վեր աննշան բան է փոխվել։ Հիմնական մնում է պոտենցիալ ընդրակերձիկները բուն ուղղությունը դա ցուցակն է եւ երկրորդ ընդրակաշարքը։ Այն որ անում են նախկինում զորբայություն, կոդրել, շուր տալ, լցոնել, սա արդեն անցել է երկրորդ պլան։ Ինչպես Ռաֆի Հովհաննիսյանն է վստահ, որ իրենք խորհրդարանում առաջատար դիրքերում են լինելու, այնպես էլ Պետրոս Մակեյանն է համոզված, որ ՀԱԿ-ն ապագա ազգային ժողովում մեծամասնություն է կազմելու։ Նաիրա Պողոսյան, Հովհաննես Չափարյան, Էպիկենտրոն։ Շարունակում ենք թողարկումը։ Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, որը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով,
մնում է անփոփոխ։ Աստանայում ընթացող հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ուզում եմ հստակ եւ ամենայն որոշակիությամբ հաստատել, որ Ղարաբաղյան կարգավորման աջակցելու ուղղությամբ մեր դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Մեր դիրքորոշումը հիմնվում է սկզբունքային մոտեցումների վրա, որոնք մշակվել են համանախագահների կողմից։ Եվ համանախագահների դիրքորոշումը եւ մեր գործողությունները հիմնված են եղել այնպիսի որոշում փնտրելու անհրաժեշտության մեջ, որը համապատասխան կլինի երկու կողմերի շահերին, նշել է Լավրովը։ Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ բանակցություններում շուտապույտ առաջընթաց է ակնկալում։ Բաքվում Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի նվիրված միջոցառման ժամանակ նա հայտարարել է. «Իմ բացակայության ժամանակահատվածում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կտրուկ տեղաշարժ չի արձանագրվել։ Ես նախկինի պես վստահ եմ, որ բանակցությունների սեղանին դրված են իրականանալի եւ արդարացի առաջարկներ, որոնց վրա համանախագահները աշխատել են երկար տարիներ, եւ կարծում եմ, որ առաջընթաց կգրանցվի, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները զգան, որ կարող են վստահել միմյանց», նշել է Բրայզան եւ հավելել, որ հասարակությունները նույնպես պետք է գիտակցեն, որ պետք է ապրեն միասին։ Տարածաշրջանային քաղաքական նոր զարգացումների եւ դրանցում Թուրքիայի եւ Իրանի դերակատարության մասին է այսօր խոսել թուրքագետ Հակոբ Չաքրյանը։ Թուրքիան տարածաշրջանային գերտերություն դառնալու հայտ է ներկայացրել, բայց արդեն մեկ տասնամյակ է, ինչ չի կարողանում հասնել իր առջև դրված նպատակին, նշել է թուրքագետը, շեշտելով, որ դա ձեռնտու չէ ոչ միայն նրա հարևան, այլև մերձավոր արևելքի եւ արևմուտքի երկրներին։ Անկարան փորձում է դիրքերը ամրապնդել Միացյալ Նահանգների ռազմական եւ քաղաքական աջակցությամբ, որից հետո դուրս գալ նաեւ այդ ուղեցրից։ Դա Հակոբ Չաքրյանի դիտարկմամբ լավ են գիտակցում նաև Վաշինգտոնում, հետևաբար առայժմ թույլ են տալիս, որ Թուրքիան մասնակցի հակաիրանական ակցիային, սակայն ֆորպոստի դերում։ Ստամբուլյան հանդիպումը, որ Թուրքիան փորձում էր օգտագործել տարածաշրջանում որպես գերտերություն դառնալու նպատակին ծառայեցնելու համար, հանդարտ Թեհրանից հայտարարություն արվեց, ընդ որում Լարիջ իսլամական մեջլիսի փոխնախագահի մակարդակով, որ դա Սիրիայի բարեկամների հանդիպումը չէր, այլ Սիրիայի թշնամիների հանդիպումն է։ Իսկ Լարիջանին, որ իրանական խորհրդարանի նախագահն է, Թուրքիային համարեց իմպերիալիզմի խամաչիկը։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստանի ռազմավարական կշիռը գնալով մեծանում է։ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Լավրովի այցը դիտարկել է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության կարևորման տեսանկյունից։ Կիրակոսյանի գնահատմամբ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության համար վստահելի գործընկեր է։ Մասնավորապես Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրությունները լուրջ փորձություն են մեր երկրի համար, եւ դրանք պետք է տարբերվեն նախորդներից։ Առաջիկա խորհրդանական ընտրությունների անցկացման գործընթացը բարելավման անհրաժեշտություն է զգում։ Սա առաջ գնալու հնարավորություն է։ Սերգեյ Լավրովը թողեց մեկ շատ կարևոր ուղերձ։ Ռուսաստանը Հայաստանին վերաբերվում է իբրև հավասար հնարավորություններով գործընկերոջ, իսկ Թուրքիան Հայաստանին կհարգի այն դեպքում, երբ Հայաստանն ինքը լինի ուժեղ։ Տնտեսական նորություններ։ Իրանը հնարավոր է կրճատի նավթի արդյունահանումը օրական 1 միլիոն բարելով։ Վերլուծաբանների կարծիքով իրանական նավթի վաճառքը Չինաստանում ոչ մի կերպ չի կարող փոխհատուցել Եվրոպա եւ Ճապոնիա ներկրվող նավթի կտրուկ ծավալների կրճատումը։ Փետրվարին իրանական նավթի արտահանումը կրճատվել է 14%-ով։ Այդ ծավալները ավելի կկրճատվեն այն բանից հետո, երբ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնեն Միացյալ Նահանգների եւ Եվրամիության պատժամիջոցները Իրանի նկատմամբ։ Ներկապահին Իրանը արդյունահանում է օրական 2.5 միլիոն բարել նավթ։ Գերմանիան եւ Շվեյցարիան ցանկանում են բարձրացնել հարկերը ներդրման ոլորտում։ Նրանք ստորագրել են համաձայնագիր, համաձայն որի հարուստ գերմանացիները պետք է ավել գումարներ վճարեն ներդրումներից առաջացած շահույթից։ Նոր կանոնները սկսելու են գործել 2013 թվականից, սակայն համաձայնագիրը դեռ քվեարկության պետք է դրվի երկու երկրների խորհրդարաններում։ Գերմանիայի ընդդիմադիր ուժերը այդ կապակցությամբ հայտարարել են, որ իրենք օգտվելու են իրենց վետոյի իրավունքից։ Դրանց կարծիքով միանգամայն արդարացիչ է օրինական հարկ վճարողներից ավելի հարկեր գանձելը։ Ամառային օլիմպիական խաղերին ընդառաջ Լոնդոնում հյուրանոցների գները կրկնակի թանկացել են։ Եթե այժմ դուք ցանկանաք որևէ հյուրանոցում համար վարձել, դա ձեզ վրա կնստի 210 ֆունտ ստերլինգ, նախկին 103-ի փոխարեն։ Բացի այդ, փորձագետների դիտարկմամբ Լոնդոն են ժամանելու շուրջ 320,000 զբոսաշրջիկներ, եւ բոլորը չէ որ կկարողանան վարձել համարներ հյուրանոցներում։ Հյուրանոցների տեղերը սահմանափակ են, մոտ 140,000։
Տարածաշրջանային եւ միջազգային նորություններ։ Կոնգրեսական Բրեթ Շերմանի գրավոր հարցինի պատասխան Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինտոնը պաշտոնապես վերահաստատել է Վրաստանի Սամցխե Ջավախեթի շրջանին նախագահ Օբամայի վարչակազմի կողմից զգալի օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը։ Հազարամյակի մարտահրավերներ կազմակերպության միջոցով վերականգնվել է Թբիլիսին Ջավախքին կապող մոտ 220 կիլոմետրանոց հիմնական ճանապարհը գյուղատնտեսական արտադրանքի արտանման միջոցով տարածաշրջանում տնտեսության զարգացումը խթանելու նպատակով։ Քլինտոնի վստահեցմամբ Միացյալ Նահանգները շարունակելու է օժանդակել անասնապահության, կաթնամթերքի վերամշակման, հողագործության, գործարարության զարգացման եւ զբոսաշրջության ոլորտներում փոքր եւ միջին ձեռնարկություններին։ Այս տարի աշնանն էլ Վրաստանն է ընտրելու նոր խորհրդարան։ Այդ ընտրություններին մասնակցելու հրապարակային հայտ է ներկայացրել եւ իր իսկ վստահեցմամբ նախագահ Սահակաշվիլի իշխող կուսակցությանը մարտահրավեր նետել վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ Դեռևս վաղ է ասելը, մինչ պաշտոնական առաջադրումը կստանա արդյոք Իվանիշվիլին դրա իրավունքը։ Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի կպցրած մականվամբ Կոմս Մոնտե Քրիստոն իսկ ծնողների տված անունով Բիձինա Իվանիշվիլին, որի կարողությունը Forbes-ի այս տարվա տվյալներով մոտեցել է 6.5 միլիարդ դոլարի, այս պահին Վրաստանի քաղաքացիություն չունի։ Ֆրանսիայի քաղաքացի է։ Ռուսաստանի քաղաքացիություն էլ է ունեցել, ամիսներ առաջ հրաժարվել է։ Ավելին, ժամանակին նրան Վրաստանի քաղաքացիություն շնորհել էր հենց նախագահ Սահակաշվիլին, սակայն հետո զրկել։ Համապատասխանատյաններն ասում են, որովհետև թաքցրել էր նաև Ֆրանսիայի քաղաքացիություն ունենալը։ Մինչև վերջ չճշտված լուրերը պնդում են, որովհետև Ռուսաստանի մարդ են համարում, եւ որ 2008-ի պատերազմից հետո Սահակաշվիլիի հրաժարականի եւ Ռուսաստանի հետ շտաբ բանակցություններ սկսելու կոչեր էր անում։ Նրա բիզնես շահերը հիմնականում Ռուսաստանում են, իդեպ։ Եվ ահա երեք Վրաստանի արդարադատության նախարարությունը մերժել է քաղաքացիություն խնդրող նրա դիմումը եւ բացատրել, թե ինչու։ Դրանից հետո Իվանիշվիլին Թբիլիսյան բարձունքում գտնվող իր գրասենյակ է հրավիրել 1 օտարերկրյա դիվանագետներին, ապա 1 էլ լրագրողներին։ Նա մերժման տեքստը բնորոշել է թույլ թելադրված քաղաքական դրդապատճառներով եւ Սահակաշվիլու վախով։ Նախարարության մերժումն այսպես է հիմնավորված։ Ֆրանսիայի քաղաքացի Իվանիշվիլին դիմել է հպատակագրման միջոցով Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար, ինչպիսին օրենքով նախատեսված չէ օտարերկրյա քաղաքացիների դեպքում, եւ խորհուրդ է տվել նորից դիմել, բայց այլ ընթացակարգով։ Փակագծերում նշեմ, որ մյուս ընթացակարգը երկքաղաքացիության համար դիմելն է, իսկ արդյոք այդ դեպքում անձն ընտրելու կամ ընտրվելու իրավունք ունի Վրաստանում։ Ինչևէ, 56-ամյա Իվանիշվիլին լրագրողներին հայտնել է, որ շարունակելու է գործել որպես Վրաստանի քաղաքացի։ Ապրիլի 21-ին որպես Վրաստանի քաղաքացի ես վրացական երազանք ժողովրդավարական Վրաստան անունով նոր կուսակցություն եմ հիմնելու։ Հետո մեր կոալիցիան դաշինք կդառնա եւ կկոչվի Իվանիշվիլի վրացական երազանք։ Ես կլինեմ նոր դաշինքի լիդերը եւ վարչապետի թեկնածու։ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը Թբիլիսիին 3 հորդորել է օրենքի շրջանակներում եւ առանց ձգձգելու լուծել Բիձինա Իվանիշվիլիի քաղաքացիության հարցը։ Ռուզան Խաչատրյան, Էպիկենտրոն։ Հապկանդամ պետությունների արտգործնախարարների խորհուրդը այսօր Աստանայում տեղի ունեցած նիստի ընթացքում հայտարարություն են ընդունել ՆԱՏՕ-ի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցելու մասին։ Մասնավորապես ՀԱՊԿ երկրներին առաջարկվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցել Աֆղանստանին վերաբերող հարցերում, ինչպես նաև թմրամիջոցների եւ ահաբեկչության դեմ պայքարում։ Ավելի վաղ ՀԱՊԿ ղեկավարությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու ցանկություն հայտնել էր, սակայն դժգոհել էր, որ Բրյուսելը հետաքրքրություն չի ցուցաբերում այդ հարցում։ Բացի այդ, գագաթաժողովի մասնակիցները հայտարարել են, որ ՀԱՊԿ աջակցում է ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի Սիրիայի խաղաղության ծրագրին։ Աշխարհի բոլոր ծայրերից ժամանած եւ տեղացի քրիստոնյա ուխտավորները այսօր ավագ ուրբաթի ծիսակատարության են ներկա եղել Երուսաղեմի Սուրբ Հարություն եկեղեցում։ Ըստ ավանդության եկեղեցին կառուցվել է այն վայրում, որտեղ տեղի է ունեցել Քրիստոսի խաչելիությունը, թաղումը եւ հարությունը։ Գերմանիայի Բենշեյմ փոքրիկ քաղաքում կաթոլիկ քրիստոնյաները նույնպես կատարել են ավագ ուրբաթի ծեսը խաչը տանող Հիսուս Քրիստոսի երթը։ Սանկտ Պետերբուրգի մի լքված պալատում, որտեղ այժմ վերականգնման աշխատանք է տարվում, նախահեղափոխական շրջանում Տրուբեցկի Նարիշկին ազնվական ընտանիքին պատկանած հազվագյուտ եւ թանկարժեք իրեր են հայտնաբերվել։ Ըստ տեղեկությունների, շինարար բանվորները դրանք գտնելով փորձել են թաքուն տեղափոխել մի այլ տեղ, սակայն բռնվել են։ Դրանից հետո շենքի ավելի մանրակրկիտ հետազոտությունից հետո թանկարժեք իրերի այլ խմբականակ է հայտնաբերվել։
Ավստրալիայի Մելբուրն քաղաքի առևտրի կենտրոնում, երբ 4-ամյա Քամերոն Գեփինգը փորձել է ավտոմատ վաճառող մեքենայի միջից խաղալիք գողանալ, մեքենան բռնել է նրա թևը։ Հրշեջներից մոտ 1 ժամ է պահանջվել, որպեսզի կարողանան մեքենան ապամոնտաժել եւ երեխայի թևը անվնաս դուրս բերել նրա միջից։ Վերջում հրշեջներից մեկը հենց նույն մեքենայի միջից նրան նվիրել է խաղալիք։ Շարունակում ենք թողարկումը։ Օրերս Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները իրացնելով օպերատիվ տեղեկատվությունները Մեղրի մաքսակետում հսկողության են ենթարկել Թեհրան-Երևան ուղևորային ավտոբուսով ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի Զավեն Ստեփանյանին։ Վերջինիս ճամփրուկում հայտնաբերվել է մետամֆետամին թմրամիջոց, որի ընդհանուր քաշը կազմել է 28 գրամ։ Մետամֆետամինի 1.5 գրամ արդեն իսկ ըստ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համարվում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Իսկ Բավրայի մաքսակետում վարչության աշխատակիցները իրացնելով օպերատիվ տեղեկատվությունը Ստամբուլ-Երևան երթուղու ավտոբուսի ուղևոր Հայաստանի Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Ղազարյանի մոտ հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցրած 211 գրամ ընդհանուր քաշով դեղին եւ սպիտակ ոսկյա զարդեր, որոնք ուղևորը փորձում էր տեղափոխել, թաքցնելով կոշիկի մեջ։ Բագրատաշենի մաքսակետում էլ մաքսային հսկողության են ենթարկել Ստամբուլ-Երևան երթուղով ժամանած ավտոբուսի ուղևոր Հայաստանի Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Մանուկյանի ուղեբեռը։ Պարզվել է, որ Մանուկյանը մաքսային հսկողությունից թաքցնելով փորձում էր ներմուծել արծաթյա տարբեր տեսակի զարդեր, որոնց քաշը գերազանցում էր 1 կիլոգրամը։ Վճռաբեկ դատարանում այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումը գրքի շնորհանդեսը։ Գրքում ներկայացված են խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, արդար դատաքննության, ազատ արտահայտման, սեփականության անձեռնմխելիության իրավունքներին վերաբերող Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները։ Ձեռնարկի նպատակն է խթանել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների կիրառության դատարաններում։ Կարևորելով գրքի անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության դատական համակարգում Վճռաբեկ դատարանի նախագահ, նաև ձեռնարկի խմբագիր Արման Մկրտումյանը նշել է, որ այս գիրքը բավական կհեշտացնի եւ կարագացնի դատավորների գործը եւ կթեթևացնի դատարանների գերծանրաբեռնվածությունը։ Ձեռնարկը օգտակար է ինչպես դատավորների, այնպես էլ դատախազների, փաստաբանների եւ բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար։ Նշենք, որ գրքի տպագրությունը իրականացվել է Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի ֆինանսական աջակցությամբ։ Գրքում արտացոլված են հենց միայն իրավական դիրքորոշումներ, առանց փաստերի, առանց դրա վերաբերյալ մեկնաբանությունների, այսինքն դատարանին մնում է միայն գտնել իրեն անհրաժեշտ գործը եւ ուղղակի տեղադրել իր դատական ակտում։ Նպատակն է հնարավորինս խթանել, որպեսզի Հայաստանի դատարանների կողմից ավելի շատ կիրառվի Եվրոպական կոնվենցիան եւ հնարավորինս արտացոլված լինի իրենց որոշումներում։ Այսօր մեկնարկել են Ռիո գումարած 20 կայուն զարգացմանը նվիրված համաշխարհային գագաթաժողովի Հայաստանի Հանրապետության ազգային գնահատման զեկույցի նախագծի հանրային քննարկումները, որը գլխավորել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Զեկույցում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող խնդիրները, շրջակա միջավայրի պահպանությանը միտված հիմնահարցերը, կանաչ տնտեսություն ստեղծելու հնարավոր եւ արդյունավետ ուղղություններով մշակման եղանակները։ Հիշեցնենք, որ նույն զեկույցը 2012 թվականի օգոստոս ամսին ներկայացվելու է Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք Ռիո գումարած 20 կայուն զարգացմանը միտված գագաթաժողովին։ Rio Plus 20 գագաթաժողովը երկու հիմնական թեմաներ ունի. կանաչ էկոնոմիկա, ինստիտուցիոնալ կառուցվածք կայուն զարգացման համար, աղքատության կրճատման եւ համաշխարհային կառավարման համատեքստում։ Շինարարական տարբեր կազմակերպությունների իրենց ապրանքատեսակները ցուցադրելու եւ գործընկերության շրջանակները ընդլայնելու հավելյալ պատեհություն է ներկայացել։ Այսօր մեկնարկել է շինարարություն եւ ինտերիեր մասնագիտացված ցուցահանդեսի 5-րդ շրջանը։ Մարզամերգային համալիրում անցկացվող ցուցահանդեսը տևելու է մինչեւ ապրիլի 8-ը։ Շինարարություն եւ ինտերիեր 2012 ցուցահանդեսը, որի պաշտոնական բացման արարողությանը ներկայ է գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ոլորտի խոշորագույն իրադարձություններից մեկն է։ Շինարարություն եւ ինտերիեր ցուցահանդեսը բավականին հետաքրքիր պլատֆորմ է, որտեղ մենք հնարավորություն ունենք մի կողմից ծանոթանալու այն նորամուծությունների հետ, որոնք առկա են շինարարության ոլորտում, մյուս կողմից դա հնարավորություն է երկխոսության
երբ շինարարական ոլորտի մեր մասնագիտացված կազմակերպությունները փորձի փոխանակում կարող են իրականացնել, ծանոթանալ նորամուծությունների, նոր գաղափարների հետ եւ ընդհանուր առմամբ սա խթանում է շինարարության եւ ինտերիերի զարգացմանը Հայաստանի Հանրապետություն։ Կազմակերպիչների հավաստմամբ ցուցահանդեսը տարեստարի համալրվում է նոր ընկերություններով, ինչը խոսում է տվյալ շուկայի ընդլայնման մասին։ Ցուցահանդեսը նոր գործնական կապերի համար բարենպաստ պայմաններ է ստեղծում, նպաստում է փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը։ Հայաստանյան շուկայում մենք ավելի քան 9 տարի ենք, 10 տարի մոտ արդեն։ Այս ցուցահանդեսին ներկայանում ենք մետաղապլաստիկ խողովակներով, լվացարաններով, պոմպերով եւ ծորակներով։ Չնայած ճգնաժամին, չնայած ամեն ինչին, որակյալ ապրանք միշտ պահանջարկ ունի, իսկ մենք մեր ապրանքին տեր ենք։ Սա բացառիկ հնարավորություն է նաև սպառողի համար, ով տեղում կարող է ծանոթանալ շինարարության եւ բնակարանների հարդարման ոլորտում գործող ընկերությունների արտադրանքներին, շուկայի նորություններին։ Ցուցահանդեսը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ հանրապետությունում գործող մի շարք գերատեսչությունների աջակցությամբ։ Գևորգ Խաչատրյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Օրանժի բաժանորդները ստանալու են ուղեգրեր դեպի այն երկիր, որտեղից զանգեր են ստացել։ Ապրիլի 9-ից հունիսի 3 ընկած ժամանակահատվածում Օրանժի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները ունենալու են բացառիկ հնարավորություն։ Հեռախոսազրույցը պետք է գերազանցի 1 րոպեն, իսկ ընկերությունը իր հերթին ապահովելու է երկկողմ ուղղությամբ ավիատոմս։ Ամեն շաբաթ Օրանժի այն բաժանորդը, որը ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ առաջին 50,000-րդ միջազգային զանգը, կկարողանա իրականացնել իր ճամփորդությունը առաջիկա ամռան ընթացքում։ Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդ շաբաթվա ընթացքում։ Չտեսնված եւ չլսված մի առաջարկ, անգամ առաջարկ չի, այլ հնարավորություն, որից օգտվելու համար պարզապես ոչինչ պետք չի անել։ Ընդհանրապես պետք է նստել եւ սպասել զանգեր արտերկրից, հարազատներից եւ մտերիմներից։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անցկացվել է հաշմանդամության խնդիրներ ունեցող կանանց եւ աղջիկների գեղեցկության 6-րդ հանրապետական ֆոտոմրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Մրցույթին մասնակցել են Երևանից, Հայաստանի Հանրապետության մարզերից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից եւ Ջավախքից եկած թվով 46 հաշմանդամ կանայք։ Այսօր հանդիսատեսին ներկայացել էին ընտրված 10 լավագույն մասնակիցները։ Բոլոր գեղեցկուհիները արժանացել են խրախուսական մրցանակների։ Միս կամք, միս հմայք եւ միս գեղեցկուհի տիտղոսները գտել են իրենց արժանի թեկնածուների։ Միս գեղեցկություն 2012 տիտղոսի է արժանանում Անահիտ Աբաջյանը, Կանանց միամսյակի ավարտին մնացել է 1 օր։ Վերջին 2 օրերին տոնական տրամադրություն ստեղծելու նպատակով դեբատ ակումբում կազմակերպվել է «Ձոն հայ կնոջը» խորագրով քննարկում։ Գինոլիքը բաժակներ, ծաղիկներ, շնորհավորական բացիկներ եւ հաճելի երաժշտություն։ Ուշադրության կենտրոնում հասարակական քաղաքական ակտիվ կյանք վարող հայ կանայք են եղել, ում իրենց հարգանքի եւ գնահատանքի խոսքն են ասել տղամարդիկ։ Վերջիներս խոստովանել են, որ կանանց հատկությունները լրացնում են տղամարդկանց սերությունները, իսկ քանի որ խելացի կնոջ կողքին տղամարդը ձգտում է առավել խելացի լինել, հետեւաբար կնոջ ներկայությունը տղամարդկանց հասարակության մեջ կենսական անհրաժեշտություն է։ Կանայք էլ իրենց հերթին խոստովանել են, որ ամենաուժեղ կինը անգամ հոգու խորքում ամուր հենարանի կարիք ունի։ Ցանկացած մասնագիտության դեպքում դու շատ ճիշտ կարող ես քեզ դրսևորել եւ բացահայտել, եթե ունես երեխաներ եւ ընտանիք։ Կինը գեղեցիկ է, երբ երջանիկ է։ Կնոջ ուժը իրականացությունն է, որտեղ կանացի շունչը կա, կանացի մասնակցությունը կա, այդ միջավայրը ավելի ջերմ է, ավելի դրական է։ Իրականությունը երբեք սեռերի պայքարը բնորոշ չի եղել, ոչ մի ժամանակներում։ Եվ եվրոպական մշակույթներից ու մտածողությունից մեր առաջի հերթին դրանով է տարբերվում։ Հայ կինը շատ բարձր է, հայ կինը շատ գեղեցիկ է, հայ կինը շատ խելացի է, շատ ինտելեկտուալ է, եւ ես իրապես մեկ բան եմ ցանկանում, որ հայ կինը առաջինը ինքը իմանա դա իր ինքնագնահատականը։
Հրազդան մարզադաշտը վերանորոգվում է մի քանի փուլով։ Մարտ ամսից մեկնարկած վերանորոգման աշխատանքները իրականացվելու են մի քանի փուլով։ Առաջին փուլում վերանորոգվելու են հանդերձարանները, սանհանգույցները, լուծվելու են լուսավորության հետ կապված խնդիրները։ Մայիսից իրականացվելու են խոտածածկի փոխման աշխատանքները։ Հատուկ տեղեր են կառուցվելու նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Վերանորոգման հիմնական նպատակը 2014 թվականի աշխարհի առաջնության շրջանակներում հոկտեմբերի 12-ին նախատեսված Հայաստան-Իտալիա հանդիպումը Հրազդան մարզադաշտում անցկացնելն է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօր այցելել է Հրազդան մարզադաշտ, ծանոթացել վերանորոգման աշխատանքներին։ Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ խոտածածկը փոխելուց հետո որևէ միջոցառում կամ համերգ մարզադաշտում չի անցկացվելու։ Մարզադաշտին հարակից որևէ առևտրային կենտրոն նույնպես չի կառուցվելու։ Այդ հարցը արդեն լուծված է, քանի որ այդ դեպքում մարզադաշտը չի կարող ծառայել իր նպատակին։ Հրազդան մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանն էլ նշել է, որ խոտածածկի վրա որևէ միջոցառում չեն անցկացնի, սակայն որպես սեփականատեր իրավունք ունեն մարզադաշտում համերգներ եւ միջոցառումներ անցկացնել։ Նշենք, որ վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել օգոստոսին։ Մարզադաշտը պատրաստում ենք FIFA-ի ստանդարտներով, բոլոր ծախսերը ամբողջությամբ բանում է ֆեդերացիան, ծախսերի մասին հիմա կոնկրետ ես չեմ կարող ասել, մոտավորապես կարծում եմ 10 միլիոն, 15 միլիոն գնա ծախսերը։ Մենք ամեն պայման կստեղծենք, որ ֆուտբոլի նորմատիվները, նորմաները պաշտպանենք, բայց նաև այդ կառույցն լինի, որտեղ ահագին մարդ աշխատանքից սոցիալական վիճակը ապահովելու համար այդ մարդիկ տուն են պահում։ Իսկ սպորտային մյուս իրադարձությունները ձեզ կներկայացնեմ գործընկեր Կարո Պողոսյանը, խնդրեմ Կարո։ Շնորհակալություն Արա։ Մարզաշխարհի նորություններին կանդրադառնանք կարճատև դադարից հետո։ Բարի երեկո։ Այսօր Տոկիոյում տեղի ունեցած Վիկ Դարչինյան Շինսուկե Յամանակա մենամարտում միավորներով հաղթանակ տոնեց 29-ամյա ճապոնացի բռնցքամարտիկ եւ պահպանեց WBC վարկածով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը։ Հիշեցնենք, որ 36-ամյա Դարչինյանի համար սա երկրորդ անընդմեջ պարտությունն էր։ Նախորդին տեղի են ունեցել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 4-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները։ Իսպանական Վալենսիան սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ է ուղարկել հոլանդական AZ Alkmaar-ի դարպասը։ Այս թիմերի անդրանիկ մրցավեճում 2-1 հաշվով առավելության էին հասել Alkmaar-ի ֆուտբոլիստները։ Երկու խաղերի վերջնարդյունքում կիսաեզրափակիչ է դուրս եկել Վալենսիան։ Իսպանական Ատլետիկ Բիլբաո գերմանական Շալկե 04 Առաջին մրցավեճում 2-4 հաշվով հաղթանակ էին տոնել Ատլետիկի ֆուտբոլիստները։ Իսպանիայում կայացած երկրորդ հանդիպումը ոչ ոքի 2-2 հաշվով ավարտվեց։ Ատլետիկ Բիլբաոն կիսաեզրափակիչում է։ Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 4-րդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում Խարկովի Մետալիստն ու Լիսաբոնի Սպորտինգը մեկական գնդակ փոխանակեցին։ Առաջին մրցավեճում 2-1 հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ կիսաեզրափակիչ դուրս եկավ պորտուգալական թիմը։ Մադրիդի Ատլետիկո գերմանական Հանովեր երկու խաղերում էլ միևնույն 2-1 հաշվով հաղթանակ տոնեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները եւ դուրս եկան կիսաեզրափակիչ։ Այսպիսով ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ դուրս եկած 4 թիմերից 3 իսպանական են։ Եզրափակիչի ուղեգրի համար Մադրիդի Ատլետիկոն մրցելու է Վալենսիայի, իսկ Լիսաբոնի Սպորտինգը Ատլետիկ Բիլբաոյի հետ։ Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներն ապրիլի 19-ին, իսկ պատասխան խաղերն ապրիլի 29-ին են կայանալու։ Լոնդոնի Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարում Հայաստանը մրցավար է ունենալու։ Օլիմպիական խաղերը սպասարկելու պատվին է արժանացել սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոփյանը։ 43-ամյա մասնագետը մինչ այս մրցավարի կարգավիճակով աշխատել է Եվրոպայի 7 եւ աշխարհի 5 առաջնություններում։ Հիշեցնենք, որ Լոնդոնյան Օլիմպիադայում Հայաստանը եւս մեկ մրցավար է ունենալու։ Ամբիչների գոտեմարտերը սպասարկելու է միջազգային բարձրագույն կարգի մրցավար Սամվել Հարությունյանը։ Ֆուտբոլային մրցավարի գործը վտանգավոր գործ է։ Ձեզ ցուցադրվող կադրերը նկարահանվել են Լատինական Ամերիկայում։ Ֆուտբոլիստն ընդհանրապես համաձայն չէր մրցավարի կայացրած որոշման հետ։ Մարզաշխարհի նորություններից այսօր այսքանն ենք նախատեսել, կհանդիպենք վաղը։ Բարի գիշեր։ Ցտեսություն։ Ռոսգոստրախ Արմենիա, շուկայի բացարձակ առաջատար, ապացուցված է։ Միմյանց օգնելը անհրաժեշտ է։ Հաճախ ենք սատարում ուրիշներին։
երբեմն նույնիսկ չգիտակցելով։ Որովհետև մեզ համար դա բնական է։ Դա մեր աշխատանքն է։ Ռոսգոստրախ Արմենիա, շուկայի բացարձակ առաջատար, ապացուցված է։